Խնդրում եմ գնահատեք այսպես կոչված խաղաղության եւ համագործակցության համաձայնագրի ստորագրման մասին լուրը եւ մասնավորապես դրան հաջորդած Ադրբեջանի գործելավոճով ապատեղեկատվությունները սահմանային իրավիճակի վերաբերյալ։ Աստորեն մենք ունեցանք տեղեկատվություն, որ բանակցությունները ավարտվել են եւ կողմերը համաձայնեցրել են բոլոր կետերը, սակայն այդ կետերի մասին նմանապես ինֆորմացիա չունենք, որովհետեւ համաձայնագրի տեքստը միջև հիմա հանրությանը անհայտ է։ Գիտենք տարբեր դրույթներ, որ այս կամ այն դրույթը կամ չգիտեմ ինչը օգտագործել են, օրինակ հայցերից հրաժարվում են եւ ցավոք սրտի այն երկրները, որոնք հրաժարվում են իրենց իրավունքներից, լուրջ չեն ընդունվում միջազգային հանրության կողմից։ Նույնիսկ այդ մասին խոսակցությունները, որ Հայաստանը կարող է հրաժարվել իր միջազգային հայտերից, դա բերում են Հայաստանի նկատմամբ, որպես պետության նկատմամբ անվստահության։ Եվ նույնիսկ այն երկրները, որ պոտենցիալ դաշնակից են կամ կողմնակից են կամ ինչ որ ձևով աջակից են Հայաստանից, բնականաբար այդ երկրները նմանապես զինաթափվում են այս պարագայում։ Իսկ ինչ եք կարծում, դա խաղաղություն կբերի։ Ես չեմ կարծում, որ դա կստորագրվի, եւ մենք տեսնում ենք, որ ամեն օր Ադրբեջանը սրում է այս թեման, ամեն օր նոր պահանջներ է ավելացնում եւ չեմ կարծում, որ սա տրամաբանական ավարտ է ունենալու։ Մյուս կողմից էլ չեմ կարծում, որ պետք է թուղթը վերցնել Ադրբեջանի հետևից վազել, որպեսզի ինչ որ թուղթ ստորագրի։ Իրական խաղաղության համար այլ պայմաններ են պետք եւ այլ միջավայր։ Եվ ինչպես կգնահատեք, որ այդ խաղաղության փաստաթղթում որևէ խոսք չկա Արցախի մասին, Արցախահայության մասին։ Հենց այդ եմ ասում, որ այն ինչ որ մատուցվում է, այն ինչ որ կա, չի կարող խաղաղություն բերել։ Խաղաղությունը այլ միջավայրում է լինելու եւ այլ հնարավոր բոլոր խնդիրների քննարկման պարագայում։ Այլապես դա լինելու է ական դրված տարածաշրջանի տակ։